Ռոբերտ Քոչարյանը կանխատեսում է, որ առաջիկա ընտրություններում խորհրդարան կանցնեն իրենք, Սամվել Կարապետյանի մեր ձևովը ու քաղաքացիական պայմանագիրը։ Ինչ եք կարծում, ովքեր կանցնեն խորհրդարան։ Չեմ որոշել։ Միգուցե ինքը տենց է մտածում, իր հաշվարկները, վերլուծությունները այդպեսին են, ես չկարող եմ ասել։ Պոլիտիկայով չեմ զբաղվում։ Ման հարցեր չեմ պատասխանում։ Քաղաքականությունը շատ հեռու է։ Չեմ պատասխանում։ Չի լինի այդպես բան, իրանք չեն գալու։ Անունները լսել եմ, բայց չեմ ետել։ Ես ու Քոչարյան հեռու դից։ Իմ կարծիքով միգուցե Սամվել Կարապետյանը։ Չեմ կարող ասել։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Քոչարյանը։ Դե ժողովուրդ խելոք ունի, Քոչարյան կընտրեն։ Դժվար է ասել ով կանցնի, որովհետև մեր կյանքը հիմա անակնկալներով լի է, իսկ ընտրությունները այնպիսի բան են, որ մեկ բառը տեխնացուի կամ մեկ օրը կարող է վճռական նշանակություն ունենալ, ոչ մեկը չի նայում որևէ քաղաքական ուժի ծրագրի։ Հիմնականում նայում են թե կուսակցության առաջադրված տեխնացուները ցուցակում ովքեր են, ինչ ճանապարհ են անցել եւ իրենք իրենց կյանքով ինչ կարող են անել, մանավանդ հիմա խաբեությունը, խաբելը, դավաճանությունը կյանքի նորմ է դարձել, ոչ ոք ոչ մեկին չի վստահում։ Սամվել Կարապետյանն է։ Բարերար Սամվել Կարապետյանը։ Այնուհետ այդ Քոչարյանից, ինքն էլ պետք է ընտրվի։ Քոչարյանից տարբերվում է նրանով, որ հայմերը գիտի, մեկ էլ հայերեն գրել գիտի։ Ես ոչ մեկին չեմ հավատում։ Նիկոլից բացի ոչ մեկը չի ընտրվել։ Ընտրությունների ժամանակ ընտրությունները ցույց կտա։ Ով կանցնի, ով ուզում ասնի, մենակ թե դավաճանները դուրս կանրանները քաշեց տեղից։ Չեմ կարող ասեմ, ով կանցնի։ Խնդրում եմ դրանց անունը չտաս, շատ եմ խնդրում։ Ես եկած օրվանից այդ մարտի արարքներով ես իրան ոչ ճանաչում եմ, ոչ գիտեմ, բայց իր արարքների պահով ես իրան շատ սիրում եմ, իրան եմ ընտրելու։ Աստծան, ես Վանաձորից եմ, այնքան հոգնած եկել եմ, բայց ամեն դեպքում ես Փաշինյանին եմ ընտրելու։ Իսկ եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեն, ում կընտրեի, քանի որ դա կարող է Ես անգել մնալու եմ։ Շատ բարդ հարց է այժմ։ Իհարկե քապան։ Դե արդեն էլ իմ գաղտնիքն է։ Հենց Փաշինյանն է կընտրեի ճիշտ ասած։ Իսկ եթե հաջորդ կիրակի լինի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին։ Միգուցե ընտրեի Վարդան Ղուկասյանին։ Ոչ, մյուսը, դոգը։ Որովհետև շատ, չգիտեմ, նվիրված հայերեն ասել մարդ է երևում։ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը։ Ոչ մեկին։